Հայկական օրակարգը օրակարգի մեջ է։ Հայկական օրակարգ ասելով մենք նկատի ունենք հետևյալ բաները։ Ու այս երկաթուղային գործընթացը, այս երկաթուղային պրոյեկտը հենց ամենակարևոր եւ ցցուն դրսևորումներից է այդ հայկական օրակարգի, որովհետեւ կներեք այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը այսօր, դա շատ պարզ հայտնի բոլորին շրջանակների պատվերների իրականացում է։ Կան նաև շրջանակներ, որոնք հակառակ ուժերի պատվերներն են կատարում աշխարհաքաղաքական։ Ցավոք սրտի, այսօր ամենամեծ խնդիրը այն է, որ հայկական մեր վերնախավը ֆրագմենտացվել է, բաժանվել է տարբեր օտարածին օրակարգերի եւ անգամ լրտեսական ցանցերի սպասարկման գործերի մեջ։ Այս ամենամեծ խնդիրն է։ Այսօր տարբեր երկրներ օգտագործելով իրենց ռեսուրսները, իրենց հնարավորությունները ազդելու մեր սոցիալական ցանցերի վրա, ֆինանսավորելու ինչ որ օրակարգեր եւ այլն, ուղղակի Հայաստանը պատռում են մասերի, ամեն մեկը իր օտարածին օրակարգով։ Այսօր համար մեկ խնդիրը հայ ժողովրդի համար ստեղծել սեփական իր շահերից բխող հայկական օրակարգը, ոնց որ դա եղավ 1988 թվականին, երբ որ ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնեց եւ պարզվեց, որ հայ ժողովուրդը ունի իր սեփական ծրագրերը, շահերը, պատկերացումները։ Դա մի հզոր բան էր, որը իրականում զարթոնք ձևավորեց Հայաստանում եւ ստեղծեց մեր հետագա անկախ պետականության ամրության հիմքերը։ Հիմա մենք կանգնած ենք նույն մարտահրավերի առաջ, այնպես որ հայկական օրակարգը ամենակարևոր նպատակներից մեկն է այդ օրակարգի ստեղծումը։ Մենք շարունակում ենք աշխատանքները այդ ուղղությամբ եւ շատ հնարավոր է, որ ապագայում դուք դրա մասին կլսեք։ Ես հուսով եմ, որ այդ գործընթացները շատ արագ կզարգանան, ժամանակ շատ չի մնացել, պետք է արագ իսկապես միասնական ուժերով ձևավորել այդ հայկական օրակարգը, որը պետք է դառնա Հայաստանում իսկապես համաժողովրդական շարժման հիմքը։ Եվ միայն այդ պարագայում հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հաղթել, կլինի դա իմպիչմենտի տարբերակով, թե ընտրությունների տարբերակով, դրանք արդեն համաժողովրդական շարժման գոյության պայմաններում կդառնան ընդամենը տեխնիկական ինստրումենտներ, գործիքներ։